Քելելու նրանց մուտքը, որտեղ բազմաթիվ ուժայիններ կան, ենթադրաբար Կգան կտեսնենք, չգիտեմ։ Կարծում եք բախումներ կլինեն։ Չեմ կարող ասել։ Վեհապարը անսասան է, ինչպես է տրամադրված։ Ինչպես անսասան Արարատ լեռը։ Որը մերը չէ։ Հա։ Որը մերը չէ։ Տարբերություն վեհապարը։ Հետո դուք եք այդպես մտածում մերը չէ։ Միշտ էլ Արարատը մերն ա եղել։ Նաև այս 10 եպիսկոպոսները հայտարարությամբ են հայտնվել եկել, նշել են, որ Գարեգին II-ը պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Այսօր նման Նրա իրենք ոչ իրավունք ունեն, ոչ է կարող են նման բան ասել, որ պարտադիր բան ունեն հրավիրելու։ Դա իրանց չի վերաբերում, դա առանց նրանց հնարավոր է նիստ հրավիրել եւ միանշանակ։ Ժողովուրդ, մեր եկեղեցին մոնարխիկ կազմվածք ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն է բոլոր հնարավորությունը ցանկացած բան կարող է անել։ Իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է։ Գործադիր մարմին չէ։ Իսկ ինչու՞ մինչ այս երկար ժամանակ աշխատել եք եպիսկոպոսներին։ Այդ եպիսկոպոսներին այդ հարցը բարձրացնում։ Այս հարցը միշտ ամեն անգամ տալիս եք դուք եւ պատասխանը միշտ էլ լսել եք, չէ՞։ Եկեղեցին երբևիցե արագ կարգալույս չի անում։ Բոլոր իր գործիքակազմերը սպառում է եւ տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին դիմում է։ Հիմա կա այդ հնարավորությունը, հնարավոր է։ Կարող է, ինչ չէ։ Կարող է։ Սրբազան, դուք երկար ժամանակ ծառայել եք ձեր հոգևոր եղբայրների հետ, որոնք այսօր հավաք են կազմակերպել։ Իրենցից ինչ եք սպասում։ Արյունահեղությունների կամ բախումների կգնան։ Ես չեմ կարծում իրանք, որ նման բանի գնան։ Բացառում է հոգևորականը նման։ Ճիշտն ասած ոչ։ Դուք տեսնում եք այն տեսակետը, որ այս հավաքը նույն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքն է, պարզապես միացած այս եպիսկոպոսն է։ Միանշանակ։ Այդ 10 հոգին 10 մարդ չէին կարող հավաքել։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Ինչ է նշանակում։ Աջակցել է ուրիշ բան է, ողջունել ուրիշ բան է։ Սրբազան, ձեր եղբայրները, ձեզ այս նախկին ծառայակից եղբայրները, ըստ ձեզ ճնշումների տակ են։ Միանշանակ, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով այո։ Իսկ փորձել եք Ինչ է նշանակում 1 օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո լրիվ այլ ուրիշ բան Իսկ ասել։ ինչը կարող են պատճառ դառնալ ճնշումների նրանց նկատմամբ։ Իրենց պետք է հարցնեք։ Լավ, Սրբազան, զրուցելու առիթ ունեցել եք, տարհամոզելու։ Չեմ ունեցել եւ չեմ էլ ուզում։ Բայց փորձել են իրենք ապերով Չգիտեմ, ես չունեմ տեղեկություն եւ ցանկություն էլ չունեմ իրենց հետ շփվելու։ Սրբազան, այդ գործողությունները վնասում են եկեղեցու վարկանիշին։ Վարկանիշին չէ, վարկանիշը ընդհակառակ ավելի բարձրն է, բայց եկեղեցին խոցվում է։ Սրբազան, Բայց եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները, եկեղեցու առաքելությունը կարող է տուժվել։ Ընդհակառակը եկեղեցին միշտ զորանում է նման դեպքերում։ Սրբազան, ինչ եք կարծում, սա կդառնա ժողովրդի համախմբման միտում, առիթ։ Անպայման։ Առանց այդ էլ արդեն եկեղեցու շուրջ հավաքված են շատ մեծ հոծ բազմություն։ Եվ իրենց վախը սա է։ Սրբազան, կարծում եք, որքան էլ ուժեղ լինեն կոմպրոմատները, որքան էլ մեծ լինեն, դրա հետ միաժամանակ արժե Մայրաթորի դեմ դուրս գալ։ Արդարացում է այդ քայլը։ Նայեք, գիտեք, Մայրաթորը մարդկային կառույց չէ, Աստծո կողմից ստեղծված հիմնադրված կառույց է։ Հիմա ձեր հարցին, ով որ դուրս գա Աստծո դեմ, ինչ կլինի իրեն։ Չէ, որ ճնշում էին նաև Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, բայց նրանք չտպվեցին այդ ճնշումը։ Որովհետև ավետարանը ասում է, ես եմ հովիվ ընքաչ։ Ուրեմն իրենք լավ հովիվներ էին։ Կոմպրոմատներ ունեն այդ եպիսկոպոսների։ Իրենց տեսնեք, իրենց հարցրեք։ Տարբեր խոսակցություններ կան, այդ նույն պատմությունները, անձնական կապերի մասին, նաև այլ եպիսկոպոսների։ Ես իրենց փոխարեն չեմ կարող որևէ բան ասել։ Ես ասացի իմ սուբյեկտիվ կարծիքով այո, բայց իրական նշում էր վերջին պատարագին, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ էր ինքը պատարագ մատուցում, թեմի առաջնորդը։ Նշում էր, որ զեղչելը դա կանոնական խախտում չէ եւ իրենց որոշելուն է, ասաց, որ իմ անունն է կարող են զեղչել, այս մասով ինչ կասեք, խախտում է, թե խախտում չէ վերջ։ Ինչ ասեմ, եթե հոգեվորականը նման բան պետք է ասի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Լուրջ աստվածաբանական խնդիր է, եկեղեցու միության, առաքելական հաջորդականության խնդիր է։ Եթե եկեղեցու միությունը զեղչում ես, եթե առաքելական հաջորդականությունը դու չես ընդունում,
Ինչի մասին է խոսքը։ Հիմա իրենց սպասում է որ կարգալույց կարվեն, ինչպես է բերելու կանոնական դաշտ կաթողիկոսը նրանց, ինչպես է բերելու կանոնական դաշտ։ Կլինի կտեսնեք։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում Դե հիմա ժողովը չեղած, որովհետեւ բան չեղած ես հիմա ինչպես կարող եմ իմանալ։ Չէ, Իդեպ եպիսկոպոս Նիկոլ Փաշինյանը այսօր անվանել է աղանդավորներ կաթողիկոսին եւ նրա կողմնակից հոգեվորականներին, ասում աղանդավորներն Այդ մարդը վաղուց ինքը դադարել է բանական մտածելուց։ Ձեր կարծիքով Ինքը վերջնահաշվակ է արել առողջ մտածելակերպի հետ։ Այդ մարդու ասածների հետ ինչպես կարող ես իրեն բան։ Ձեր կարծիքով հնարավոր է որ այլ աղանդավորական կազմակերպություններն աջակցουν Փաշինյանին այս ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ հնարավոր է կամանորին մենք տեսանք նախորդ տարի վեհապարը ելույթ ունեցավ հանրայինով, օրինակ որևէ աղանդավորական կազմակերպության հոգևոր հովիվ ելույթ ունենա։ Չի բացառում։ Թող ժողովուրդը տեսնի ինչ է Երագույն կատարում։ հոգևոր ժողով նախատեսված է։ Այո։ Երբ։ Այսօր։ Սրբազան այդ միջազգային Չեմ արձագանքը կարող ասել։ համարժեք է գնահատում։ Միջազգային արձագանք չկա։ Նկարել եկեղեցիները, ձեր քույր եկեղեցիները։ Քույր եկեղեցիներն են արձագանքել։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է արձագանքել, եվրոպական եկեղեցիների միությունն էլ է արձագանքել, բայց համարժեք չեն։ Քաղաքական հարցեր են լուծում։ Այսինքն Մայրաթորը նաև գեոքաղաքականն է, այսպես Անշուշտ Հայաստանն է, Հայաստանը դարձել է այդ քաղաքական կենտրոնը։ Մեծ աշխարհակաղակական կենտրոնների արանքում Հայաստանը դարձել է տարադրամ փոխանակման։ Սա միայն ներքաղաքական խնդիր չէ, կարծում եք այսքան գլոբալ ինչ-որ տեղերից են տեղերից է Միանշանական դրսից, ամբողջը դրսից է։ Ինչ ծառայություն կամ ում է ծառայություն մատուցում ըստես որ քայլերն իրականացնելու գործում։ Չեմ կարող ասել, բայց աշխարհակաղակական կենտրոններն են նման հարցերը լուծում։ Ինչ որ կատարվում է Ուկրաինայում, այլ ուրիշ երկրներում որ կատարվում են այս ամենը։ Այսպեսի մի հարց, ձեր կարծիքով, չնայած այդ հարցը հնչեց, հələ եպիսկոպոսների մի կողմ տոնենք։ Շատ էլի հոգևորականներ կան ավելի ցածր կարգավիճակով, որ այդպես դարձել են նիկոլական։ Դուք շփվում եք էլի հետները, երբանից այդ հատկությունները իրենց մոտ առաջացան։ Ճիշտ ասած, ես այդքան շատ չեմ տեսել։ Ինչ է դրթեց, որ եկեղեցու մեջ եւս այսպես Նիկոլա Պաշտ, Աստծուն թողնեն սկսեն Նիկոլին պաշտել։ Դաստիարակության խնդիր է։ Դուք այդպես ինչ որ բաներ տեսնում եք, Ես ասում չեմ տեսել։ Դուք չեք շփվում։ 1-2 հոգի։ Ես կարող եմ հստակ իմ թեմում ասեմ, որ նման բան չկա։ Ես ճիշտ հասկացա, այսօրվա այդ ժողովում լինելու է նաև 10 եպիսկոպոսների հարցը։ Չեմ կարող ասել, ասի ժողովին դեռ մինչև չմասնակցենք, չեմ կարող որ։ Ուզում եմ հասկանալ օրակարգում կա նրանց։ Օրակարգից տեղյակ չեմ։ Սրբազան այսօրերին ցես այցելն օրինակ ԱԱՑ աշխատակից։ Ընդհանրապես ոչ մեկ։ Ոչ մեկ։ Բացառում եք, որ այսօր բարձրաստիճան հոգևորականների էլի կձերբակալեն։ Ոչ մի բան էլ չես կարող բացառել։ Բացառել։ Խնդրեմ։ Մանավանդ որ ձեզ տիրախավորել էր Աննա Հակոբյանը իր գրառումներից մեկում։ Դե իր պատասխանը ստացել էր հաղորդներուց մեկում։ Էլի դիտեն ձեր հարցազրույցը օրինակ այսօր այս պահին եւ որոշեն։ Թող որոշեն։ Ինչ պիտի անեն։ Ձեր բացակայությունը ել ավելի խոցելի չի դարձնի եկեղեցին։ Չէ։ Ինչու պիտի խոցելի դառնա։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսներ կմիանան նման հայտարարություն կանեն։ Անկեղծ ասած ոչ։ Հատկապես ուրիշ չեք սպասում։ Ինչով եք պայմանավորում, օրինակ ինչ եք կարծում։ Մայրաթորում սնված անձը չէր կարող նման բան անել։ Իրենց հետ այս օրերին զրուցել եք, իրենց որոշումը ճշտել եք, կապի դուրս գալիս են։ Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վեհապարել։ Չեմ կարող ասել։ Դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Չեք անհրաժեշտ։ Հա։ Դե հրավերը եղավ եւ ընդհակառակ ավելի սաստացավ իրենց կողմից հարցակումները։ Մասնաճյուտն թեմի առաջնորդ մասնակցություն ինչ է կարծում կլինի։ Օրինակ Որտեղ լինի։ Այստեղ եպիսկոպոսների հրավիրած հավաքին։ Չնա ինչ իրավունք ունի։ Ինչ իրավունք ունի մասնակցելու։ նո Բաքում երևի նկատել։ Դե Բաքում ցանկացած մեկն էլ կարող են գալ, բայց ժողովին ինչ իրավունք ունեն իրենք մասնակցել։ Գևորգ եպիսկոպոսը կրկին, որ Հայաստանը վեհապար չունի, կաթողիկոս։ Հայաստանն էլ վարչապետ չունի։ Բազմաթիվ անգամ ասված է։ Սրբազան, տեսեք, Գևորգ եպիսկոպոսի մասին են շատ ասում, որ ինքը այսպես
հորպես է ընդունել վեհապարին, վեհապարը նրա զավակի նման իրեն տնտեսանել է, աճացրել է, մեծացրել է, բազմաթիվ խնդիրներից ու փորձանքներից է փրկել եւ հիմա այսպես դավանափոխ եղավ կամ տիրադավ եղավ։ Իր մասով ինչ կասեք, դուք հետո ինչպեսի հարաբերություն եք։ Նայեք, ասեմ, բոլոր 10-ի համար էլ սա էլ եմ կրկնում, մեզ յուրաքանչյուր հոգեվորականի համար դա անձնական ողբերգություն է, անձնական, որովհետեւ բոլորի հետ մենք մեծ մասը եղել են մեզ ավակ եղբայրներ, մի մաս եղել են ընկերներ եւ այսօր այս ջրբաժանն է առաջացել։ Ուղղակի ցավ է մեզ համար։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վեհապարին եւս փորձեն ձերբակալել, կալանավորել, իսկ քրեական ճանապարհով փորձեն ազատվել նրանից։ Ոչ մի հիմք չունեն։ Բայց քանի որ Հայաստանում անօրինական երկիր է դարել, մայր օրենքը սահմանադրությունը վաղուց լռել է, ամեն ինչ հնարավոր է։ Նորայս